Առհասարակ ինչ կարծիք ունեք այն մարդկանց մասին, ովքեր չունենալով վարորդական իրավունք տրանսպորտային միջոց են վարում։ Շատ վատ կարծիք ունեմ։ Լավ, ես հաջորդ հարց տամ ես կապակցությամբ, ձեր որդին այժմ անցնում է քրեական գործով, որտեղ իրեն մեղսագրվում է զրկված վարորդական վկայական ունենալով հանդերձ ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, Այս մասով որովիցի ասելիք ունեք, ես բնականաբար չեմ ուզում այնպիսի հարց տամ, որը կարող է ձեր որդու պաշտպանությանը խանգարել, բայց այս մասով եթե ասելիք ունեք։ Իհարկե ունեմ ասելիք։ Ուրեմն, ինչպես նշեցի, շատ վատ է վերաբերվում դրան, այնտեղ մի ընդամենը հանգամանք իրականությունը չրամ, այսինքն ճիշտ ոչ թե դուք ճիշտ չներկայացրեք, սխալ եւ միգուցե չգիտեիք, ոչ թե զրկված էր վարորդական իրավունքից, այլ ինքը ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական չունի, ինչ վերաբերում է կառուցված քրեական վարույթին։ Ուրեմն անմեղության կանխավարկածը հաշվի առնելով եւ հաշվի առնելով որ քրեական գործը ներկայումս քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, ես այդ ուղղությամբ ձեռնբակ եմ մեկնաբանություններ կատարել, բայց կարևոր մի հանգամանք եմ ուզում ասեմ, չեմ կտրում թելը, պարոն Իոնիսյան, տեսեք, որտեղ ասելիք ունեմ այդ ուղղությամբ։ Ուրեմն ընդհանրապես կասեմ, որ գործի փաստական հանգամանքները, մեղադրական ակտի մեջ ներկայացված փաստական հանգամանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, բացարձակապես, եւ այլ իրողություններ են իհայտ գալիս եւ իհայտ գալու դատական քննության ժամանակ։ Դրան միաժամանակ նաեւ հավելեմ հետեւյալ տեղեկությունը մոտորելու համար, մոտավորապես մի 10 օր առաջ հակակոռուպցիոն քննչական կոմիտեում քննված մի քրեական գործ է ուղարկվել դատարան, որով, եթե չեմ սխալվում, մոտ 40 պարեկների վերաբերյալ պարեկներին քրեական հետապնդում էր հարուցված կեղծ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար։ Երևի թե այսքանը բավարար է, որպեսզի մնացած հանգամանքների մասին չասեմ, հաշվի առնելով գործը քննվում է դատարանում։ Միայն ընդամենը կարող եմ պնդել, որ փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։ Քրեական գործով կատարվել շատ թերի քննություն, ընդհանրապես կարելի ասել քննություն չի կատարվել։ Իմ տղան մեքենան չի վարել, երկու փաստական հանգամանք բացահայտեմ այնուամենայնիվ։ Պարեկները մոտեցել են դադարի վիճակում գտնվող մեքենային, դադարի վիճակում բակում գտնվող մեքենային։ Երկու հոգի կանգնած, որից մեկը իմ որդին է, մի անգամից ասել են, որ մեքենան դու վարում ես։ Եթե պրոֆեսիոնալ իրավաբանները այս հանգամանքին կդիտարկեն որպես քրեական օրենքով նախատեսված հանրային վտանգավոր արարքի կատարում, ես էլ բան չունեմ ասել։ Շատ լավ, պարոն Բաթիկյան, դուք նշեցիք օրինակ Դանիան եւ Դանիայում վարորդական վկայական չունեցողի կողմից տրանսպորտային միջոց վարելը ես հասցրեցի որոնեմ կրկնվելու դեպքում ընդհանուր միջև ազատազրկում նախատեսող արարք է։ Ձեր որդին անցած տարի 7 անգամ տուգանվել է վարորդական վկայական չունենալով տրանսպորտային միջոց վարելու համար։ Մի տարվա ընթացքում 7 անգամ Ինչ կասեք այս կապակցությամբ, արդյոք բողոքարկվել են այս որոշումները, արդյոք դուք եք ձեր եւ Մազդայով, հենց ձեզ պատկանող Մազդայով, արդյոք դուք եք մեքենան տվել իրան որ վարի, թե ձեր կամքին հակառակն ա վերցրել։ Շատ լավ, պարոն Իոնիսյան, ուրեմն ես իմ խոսքում մեքենայի վերաբերյալ հարցը որ բարձրացրեցիք, ներողություն, ասի որ մեքենան պատուհաս է դարձել իմ ձեռքին, իմ գլխին։ Ուրեմն իրականում խախտումները կատարվել են որդուս կողմից։ Նշեմ, որ որդից 24 տարեկան է չափած անձնավորություն։ Խախտումները կատարվել են նրա կողմից հստակ, ուրեմն չեն բողոքարկվել խախտումները, որովհետև փաստացի կատարվել են նրա կողմից, կատարվել են բացառությամբ գիշերային ժամերին, մեր տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա, ինքը որոշել է փորձարկել իր հմտությունները եւ հմտություններ ձեռք բերել վարորդական իրավունք ստանալու համար։ Բնականաբար ես դրան շատ վատ եմ վերաբերվում, բայց հաշվի առնենք մի այսպիսի իրավիճակ։ Նորից եմ ասում, տղաս 24 տարեկան է, ինքը ինքնուրույն անձնավորություն է, կարող էր ամուսնացած լինել, առանձին ապրել եւ այդ հանգամանքը
չեմ արդարացնում բնավ, բայց ամեն դեպքում էսա որպես ավելյալ տեղեկություն ներկայացնել եւ որը պետք է ասի իմիջիայլոց ասեմ այդ 27 խախտումներից այդ 7-ը վերաբերում են 27 խախտումները ներառված են դրա մեջ դրանք էլ են կարծես թե ներկայացված կարծես թե հաստատապես չեմ կարող պնդել ամեն դեպքում ես դրան վերաբերում եմ շատ վատ եւ հիմա ինքը պիտի վարորդական իրավունքի վկայական ստանա օրենքով սահմանված կարգով խախտումները կան առկա են բայց ինչ վերաբերում է քրեական գործի փաստական հանգամանքներին դրանք իրականությանը չեն համապատասխանում Ամբատկյան, դուք նշեցիք, որ ձեր որդին է ընտրել եւ ցանկացել, որ այս մեքենան գնեիք, դա 26 ամիս առաջ է տեղի ունեցել։ Այսինքն 26 ամիս առաջ աչուրդից գնել եք մեքենա եւ ըստ էության ձեր որդին այս ընթացքում փորձել է վարորդական վկայական ստանա։ Արոնի Անեսյան, ես նույնպես եմ կրկնում, մոտավորապես 7-8 ամիս մեքենան չէր վերանորոգվում։ Ասեցի, էվակուատորով մի տեղ սպասարկման կայանից տեղափոխում ենք մյուս տեղ սպասարկման կայանը։ Անընդհատ վերանորոգումների մեջ էր։ Բայց դա վարորդական վկայական ստանալու խոչընդոտ է կամ Ես կարծում եմ, կարծիքի երևի որդուն դուք ներկայացնեք, որովհետև նորից եմ կրկնում անչափահասի 24 տարեկան բավականին կրթված, խելացի, գյուտարար է իմիջայլոց, գյուտեր է հրապարակել եւ հայտնագործել, որոնք կապված են մեր աշխատանքին առնչության անմիջականորեն առնչվում են մեր աշխատանքին։ Սա ներկայացնելով տղայիս անձնային հատկանիշները փորձում եմ, որովհետեւ դուք էլ կարծիք կազմեք, որ այնպեսի մի որդի չի, որ մենակ կատարում է ճանապարհային երթևեկության խախտումներ։ Հանրօգուտ աշխատանքով է զբաղվում եւ մնացած հանգամանքների մասին կարծում եմ շուտով ավելի ակնառու կդառնա ձեր բոլորի համար, որովհետեւ հանրային դաշտում ինքը հանդես է գալու իր գյուտերով։ Շնորհակալություն, պարոն Բատկյան, դուք նշեցիք, որ հիմնականում գիշերվա ժամերին են արվել խախտումները, ասեմ, որ խախտումները արվել են նաև ցերեկային, երեկոյան ժամերին, ցերեկային եւ երեկոյան ժամերին, բայց այդուհանդերձ այս հարցի մնաց անպատասխան։ Ինքը տրանսպորտային միջոցը վարելա ձեր կամքին հակառակ, թե դուք թույլատրել եք, որ ինքը ձեզ պատկանող Մազդան վարի։ Պարոն Անեսյան, եթե նույն բնակարանում ապրում են նույն կենցաղով մարդիկ, մեքենայի բանալի կլինի, բնականի բանալի կլինի, ինչ որտեղ նաև գումար կլինի, բոլոր ընտանիքի անդամները օգտվում են այդ հանգամանքից, այսինքն չկա մի հանգամանք, որ ես օրինակի համար չերկիզվող պահարանում բանալի դնեմ, ես հասկանում եմ ձեր հարցադրման իմաստը ինչի մասին է խոսքը։ Բանալները դրված է մի տեղ ու մնացած են բոլոր իրերը ընդհանուր կենցաղ օգտագործող անձանց համար։ Եվ այդ պայմաններում այն հարցադրմանը, որ իմ կամքից անկախ հանգամանքներում է տեղի ունեցել։ Ես ձեզ ասեմ, մի անգամ նույնիսկ ես եմ իրեն հանձնարարել, որպեսզի շատ վատ էի զգում գիշերային ժամեր, որպեսզի դեղատնից ինձ համար դեղ գնի։ Իրականում ես ու ինքն էինք բնակարանում եւ ես հանձնարարեցի, ինքը գնաց, վերցրեց, վերջում էլ եկավ ասեց, որ բարեկները իր նկատմամբ ակտ են կայացրել։ Չեմ խրախուսում ամենայն դեպս, նորից եմ կրկնում, ուզում եք 100 անգամ հարցը տվեք, ասել եմ, չեմ խրախուսում ոչ մեկի կողմից առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցների վարելը։